Այս դիմակների տակ թաքնված նրբագեղ կանայք նույնքան նուրբ են վարվում հրազենի հետ։ Զենքի հետ վարվելու արվեստին տիրապետող այս կանայք ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ դիպուկահարների խմբում։ Նույնիսկ նրանց հարազատներից շատերը չգիտեն այս մասին։ Ծառայությունը գաղտնի է, իսկ ինչու են նրանք զենք վերցրել։ Դրանց փոքրուց եմ սովոր, ընդհանրապես շատ խիստ ընտանիքում մեծացել եմ, ու այստեղ էլ արդեն դժվարություններ չի լինում։ Գտնում որ դա ավելի ճիշտ է։ Անին արդեն 2 տարի է զինվորական ծառայության մեջ է։ Հայկական զինված ուժերում կինզի ծառայողների օրը սկսվում է 8:40-ից անվանականչով, այնուհետև սկսվում են դասընթացները եւ ֆիզիկական պատրաստվածությունը։ Այս կանայք բազմաթիվ փորձությունների ենթարկվելով են ապացուցել, որ ոչնչով չեն զիջում տղամարդկանց։ Հայրենիքը նրանց համար ամենավեհ գաղափարն է։ Պետք է հոգեբանորեն պատրաստ լինես այդ ամեն ինչին, մենակ մնալու օրերով, առանց ծնունդի գոյատևելու կամ առանց նվազագույն պայմանների։ Ֆիզիկական դժվարություններից էլ այդ երկար տարածությունների մարշերը, վազքերը, ծանր ուսապարկերով եւ ամեն ինչով շատ դժվարություններ են դրանք։ Կին զինծառայողը վստահեցնում է, բանակը նրանց դարձնում է ավելի կամային եւ շատ հարցերում լրացնում են տղամարդկանց։ Այնտեղ որտեղ տղաները արդեն իրենց կամքի ուժը չի թույլ տալիս, հա, ֆիզիկականը սպառվեց, մենք այդտեղ արդեն բացի ֆիզիկական կարողություններից առաջանում է մեր կամքի ուժում մեր ձգտումը հաղթահարելու այդ դժվարությունները ու ավելի երկար կարող ենք դիմանալ ամեն ինչին եւ քաղցին եւ պայմանների բացակայությանը։ Ինչքան շատ են աղջիկները բանակում, այնքան ավելի կարգուկանոնը ավելի խիստ է լինում այստեղ, տղաները ու զինծառայողները ավելի զգաստ են լինում։ Ծառայության ընթացքում Մարինեի ամենամեծ եւ ուսանելի փորձությունը 1 տարի առաջ է եղել եւ համոզվել է, որ իր տեղը բանակում է։ Ես երբ որ նոր էի ծառայում, մի քանի օր ծառայելուց հետո ես գնացի Ղարաբաղ ու ոտքով։ Մենք գնացինք Ղարաբաղ։ Ամենադժվարը դա է եղել, քանի որ ես նոր եմ եկել։ Մանրամասներն արդեն ծառայողական գաղտնիք է։ Հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարող այս կանայք չեն մոռացել նաև անձնականի մասին։ Նրանք իրենց կեսին գտել են հենց այստեղ։ Մարինեն արդեն 3 տարեկան աղջիկ ունի, իսկ Անին նոր է պատրաստվում ամուսնանալ։ Ինքն էլ զինծառայող է, ինքը հասկանում է ինձ, միշտ իմ կողքին է, ոչ մի դժվարություն չեմ տեսնում, իրար հետ ավելի հեշտ ամեն ինչ հաղթահարել է։ Կին զինծառայողները վստահեցնում են, որ հայկական բանակը տարածաշրջանում իսկապես ամենամարտունակն է եւ ավելացնում, եթե այդ մասին ասում է դիպուկահարը, որն առաջին գծում է, կարող են գլուխներս հանգիստ բարձին դնել։ Մարինե Ստեփանյան, Կարեն Չիլինգարյան, IPV